կրթական ինչ-որ համակարգ են բերել մտցրել նախագիծ, որի հետևում արդեն նշում են, թե ինչքան փող է կանգնած եւ հասկանալու են այստեղ ինչ-որ կամակատարներ ներողություն արտահայտությանը թույլափայել պիտի ստանան եւ այդտեղ գիտեք ինչն է հայոց պատմություն առարկան չկա այդ կրթակարգում։ Հասկանալի է թե սա ինչի է արվում եւ արվում է ինչ-ինչ խամաճիկների ձեռքով, այսինքն փորձ է արվում, որ մտցվի, անշուշտ մենք մինչև վերջ դրա դեմ կպայքարենք եւ դա հաստատ չպիտի անցնի։ Գոնե այն տեսքով ինչ որ ներկայացված է։ Այլ հարց, եթե որոշակի փոփոխություններ կլինի եւ դա չի վնասի մեր ազգային նկարագրին, կանցնի, փառք Այդ դեպքում չի ֆինանսավորվի։ Խնդիր չի, իրենց ֆինանսը կներեք իրենց գլխին թողնի։ Ինչի մասին է խոսքը, մենք իրենց ֆինանսին չենք մնացել։ Բայց շատ արագ ասեմ, սա նայր քրիստոնեության պարագայի։ Այսօրվա այս գլոբալիստների կամ ամեն ինչ ուզում ես դիր, այդ համաշխարհային կառավարություն ստեղծել ձգտողների եւ կարծես թե ճանապարհին են արդեն երկու գլխավոր ճշնամիները ազգայնականությունն են եւ Քրիստոսն է։ Այս երկուսից են դրանք սարսափում։ Եվ հիմա այդ արշավն է տարվում նաեւ մեր երկրում, այստեղ Հայաստանում եւ Սփյուռքում։ Ազգայնականների, այսպես կոչված ազգայնականների ձեռքով հարվածել Քրիստոսին եւ հակառակը քրիստոնյաների այսպես կոչված ձեռքով հարվածել ազգայնականությանը։ Մի բան, որը դարձյալ ցույց է տալիս մեր գիտությունը այս հարցում։ Որովհետև Քրիստոսի պարագան շատ ենք խոսել այս մասին եւ այլն, ես չեմ ուզում կրկնվել, բայց հայը քրիստոնյայի ի սկզբանե իր ամբողջ էությամբ եւ Քրիստոսը բացարձակ հայկական երևույթ է։ Եվ հայը քրիստոնյա էր մինչեւ Քրիստոսի ծնունդը, Քրիստոսի աշխարհ գալը։ Սա միանշանակ եւ կապ չունի սա, այդ աբսուրդը, որ փորձում են անպայման ներարկել, սա գալիս է դարձյալ այդ գլոբալիստների այդ խաղից։ Մեկին հանել մյուսի դեմ։ Մինչդեռ հայը քրիստոնյա է եւ քրիստոնյա լինելու համար պետք է նա հայ լինել, սա էլ է զարմանալի։ Ինչու եմ ասում սա։ Կայսրություն բերեց Անգլիային մյուսին, քրիստոնեությունը չբերեց։ Եվ գործածեցին քրիստոնեությունը։ Իսկ հայը երբեք իր հայկական լեռնաշխարհներ, իր հայրենիքը երբեք չփորձեց կայսրություն դառնալ այդ իմաստով, այսինքն ուրիշ երկրներ բերել կցել իրեն։ Խնդիրը սրանում է, որ քրիստոնեությունը չէ, որ քանդեց պետությունը, որովհետև քրիստոնեությունը պետություն քանդելու հատկանիշ չունի։ Հիմա ոչ թե ստեղծեց կայսրություն ուրիշ երկրներ իրեն կցելով, այլ լույս տարածելն էր իր առաքելությունը։ Հա, երևի այդ ազգային առաքելությունն, այս հասկացությունները շատ այսպես առանձին եւ շատ մեծ քննարկման առարկա է, որ երևի մի քանի առանձին հաղորդում պիտի անեք վարդանանքով դրա համար։ Ուրեմն, տեսեք, անշուշտ այստեղ պետք է մտածենք, լավ, որտեղից սկսվեց մեր անկումները։ Երբ որ մենք նայում ենք պատմության մեջ, տեսնում ենք բոլոր թշնամի օտար պետությունները հատուկ մի գիծ են, գոնե սկսած ասենք 4-5-րդ դարերից, ոչնչացնել մեր երկրում տերերի խավը, ազնվականությունը։ Նույնը Բյուզանդիայում կանի Հուստինյանոսը, նույնը Պարսկաստանը կանի, նույնը, չգիտեմ, հետո կգան արաբները 705 թվին Նախճեվանում խրոմ կվառեն մեր ազնվականներին, հետո կգա եւ այդ նախարարական տների ազնվականության ոչնչացումը իր բարձրակետին կհասնի մոնղոլական արշավանքների ժամանակ։ Սա իմ դիտարկումը չի, շատ ավելի վաղուց եւ հատկապես Նիկողայոս Ադոնցի շատ մանրամասն հայտնի է ամենալավ ուսումնասիրած նախարարական տները ամենաշատ ուսումնասիրած մեր հիանալի պատմաբանի։ Եվ դրանից հետո մենք տեսնում ենք, որ իսկապես անկման հետևից եկավ։ Այսինքն, երբ որ չկա երկրի տերերի խավը, իրեն այդ երկրի տերը գիտակցող մարդկանց, ծառան բոլորի համար էլ ծառա է։ Վերջին հաշվով Մոնղոլի համար էլ ծառա կներ, Թուրքի համար էլ, Պարսիկի համար էլ։ Այստեղ շատ կարևոր էր։ Տեսեք, անկումը եղավ եւ իրենք ոչնչացրեցին։ Բայց հետո գալիս է մի շրջան, երբ որ մենք սկսում ենք գիտակցել եւ մեր պատմությամբ վերադաստիարակվելով մենք հասկանում ենք, որ մենք հայ ենք եւ պետք է տեր կանգնենք մեր երկրին։ Եվ այստեղ հայոց պետականություն, երբ որ ստեղծվում է այսօր, առաջնահերթ խնդիրներից մեկը, եթե ոչ առաջնահերթը, պետք է լիներ երկրի տերերի ոգով դաստիարակվող սերունդը։ Սերնդի դաստիարակությունը առաջնահերթ խնդիր պիտի լիներ։ Այսօր մենք այդ քիչ առաջ ասված այդ գլոբալիստներ եւ այլն մենք տեսնում ենք մի քանի օր առաջ էլ ես հատուկ որ Հայաստանի առաջի հեռուստատեսությամբ ելույթ ունեցա եւ դա հեռարձակվում էր Սփյուռքում, հատուկ նաեւ նշեցի, որ այսօր կրթական ինչ որ համակարգ են բերել մտցրել
նախագիծ, որի հետևում արդեն նշում են, թե ինչքան փող է կանգնած եւ հասկանալիորեն այստեղ ինչ որ կամակատարներ ներողություն արտահայտության ըստ թուլափայել պիտի ստանան եւ այդտեղ գիտեք ինչն է հայոց պատմություն առարկան չկա այդ կրթակարգում։ Հասկանալի է թե սա ինչի է արվում եւ արվում է ինչ-ինչ խամաճիկների ձեռքով, այսինքն փորձ է արվում, որ մտցվի, անշուշտ մենք մինչև վերջ դրա դեմ կպայքարենք եւ դա հաստատ չպիտի անցնի։ Գոնե այն տեսքով ինչ որ ներկայացված է։ Այլ հարց, եթե որոշակի փոփոխություններ կլինի եւ դա չի վնասի մեր ազգային նկարագրին, կանցնի, իսկ փառք Այդ դեպքում չի ֆինանսավորվի։ խնդիր չի, իրենց ֆինանսը կներեք իրենց գլխին թողնի։ Ինչի մասին է խոսքը, մենք իրենց ֆինանսին չենք մնացել։ Ինչևէ, ուրեմն տեսեք, այսօր շատ կարևոր է երկրի տերերի խավի գիտակցությունը եւ երբ որ այդ երկրի տերերը, ասենք, դա նաեւ հայ ապագա հայ քաղաքագետն է, մենք այսօր քաղաքագիտական միտքը ըստ էության չունենք։ Չունենք նաեւ 15 թվին։ Տեսեք, սա չեմ ասում որևէ ասեմ, որ ես կուսակցական չեմ եւ որևէ կուսակցության նկատմամբ կանխակալ վերաբերմունք չունեմ։ 15 թվականին հայտնի է, որ 14 թվականին, կներեք, 14 թվականին հայ իրականության ամենաազդեցիկ ուժը հայ հեղափոխական դաշնակցությունն էր։ Երբ որ անում էր իր համագումարը պատերազմի նախօրյակին, այնտեղ ընդունվեց մի որոշում, որը նայում ես զարմանում ես։ Ինչ պիտի անի, պատերազմը արդեն այսպես կոպիտ ասած հոտը զգացվում է պատերազմի, որովհետև այսօր թեկուց սկսելու է։ Այդ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը ընդհանրապես առիթ է, դա բոլորս գիտենք։ Եվ այդ ժամանակ, երբ որ երիտ թուրքերից էլ գալիս է պատվիրակություն եւ ուզում են իմանալ դիրքորոշումը, մերոնք այսպես են եզրակացության գալիս, որ թուրքահայերը ծառայության գնան թուրքական բանակ, եթե կզորակոչվեն ռուսահայերը ռուսական բանակ։ Գիտեք, սա մեր, ինչ ասեմ, քաղաքական մտքի չգոյության ըստ էության վկայությունն է, ամբողջ հարգանքով այդ ժամանակվա մեր հիանալի գործիչների նկատմամբ, որովհետեւ հայտնի է, որ պատերազմի գիծը երկրից մեջտեղով է գնալու։ Ինչ ասել է, թուրքահայը գնա թուրքական բանակ, ռուսահայը ռուսական բանակ, դուրս գան իրար դեմ, երբ որ հիանալի հնարավորություն էր երկիրը ապստամբությամբ ազատագրական ուղի դուրս բերելու։ Եվ տվյալ դեպքում այդ բարագային մի քիչ ավելի կոպիտ բան ասեմ, նախքան այդ էլ հրահանգը տրվեց զենքերը հանձնելու։ Շատ Արևմտահայությանը տրվեց հրահանգ զենքերը հանձնելու, կարծեմ նույն հայեղափոխական դաշնակցության կուսակցության կողմից, չէ՞, որ թվականին։ Հայդուկային շարժումը 8 թվականին հենց դադարեց այդ երիտ թուրքերի իշխանության գալով։ Ինչեր է, ուրեմն տեսեք, մենք քաղաքագիտական միտք չունենք, մենք չունենք երկրի տերերի խավը։ Ես որ ասում եմ, սա ազնվական ինչ-որ տիտղոսներ, ազգանուններ, բաներ վերականգնելու մասին չի։ Չէ, վերականգնելու մասին չի։ Կապույտ արյան հեքիաթի մասին չի, այլ տերերի խավը։ Չէ, դա էլ կա, Արտակ ջան, դա էլ կա, գիտես ինչ, արյունն էլ է կարևոր։ Ի վերջո մարդը գենետիկ երևույթ է։ Իսկ եթե արյունը ազնիվ է մարդու, ինչ է նշանակում ազնիվ արյուն։ Ազնիվ գենետիկ է։ Լավ ասենք, լավ պահպանված հայ, այսպես ասենք։ Չէ, փառք Աստծո, դա մեր գեները անընդհատ Գոնե ոչ խառնածին, գոնե ոչ կամ այսպես դնենք, ոչ լյումպեն։ Երբ որ երկրի ղեկավարը, երկրի կառավարությունը, եթե լյումպեն է, այսինքն լյումպեն պրոլետար, այսպես ասած, կամ ծառա է իր էությամբ, պիտի ծառայի որևէ մեկին ասած այդպես։ Կամ եթե նա չի հասկանում ինչ է գիտությունը, չի հասկանում ինչ է արվեստը, չի հասկանում ինչ է մշակույթը, միայն գիտի թե ինչ է չարչիությունը եւ այլն, արդյունքը դա պիտի լինի։ Այսինքն պիտի լինի գիտակից խավ, որը պիտի ղեկավարի երկիրը, սա շատ կարևոր է։ Տիրոջ գիտակցությամբ։ Տիրոջ գիտակցությամբ։ Իսկ ինչ արեց այդ տիրոջ գիտակցության կորուստը որտեղից եկավ կամ ինչու է այս վիճակը։ Դա դեռ խորհրդային միությունից եկավ։ Շատ որոշակի։ Ինչ արեց։ Չէ, շատ ավելի վաղուց կար։ Չէ, բայց ուրիշ բան եմ ասում քեզ։ Տես ինչ արեց կոնկրետ խորհրդային միություն։ Այդ 70-80 տարին ինչ արեց։ Ազգի միջից հանեց նախ Աստծո հավատքը։ Չէ՞։ Հանեց ազգային գիտակցության գաղափարը, չէ՞, ազգային գիտակցությունը։ Մարդու միջից հանիր ազգային գիտակցությունը, հանիր Աստծո հավատքը, տակ ինչ մնաց։ Դրան գումարած, որ նույնքան սարսափելի է։ Այն գաղափարը, որ սա իմ երկիրը չի։ Սա իմ երկիրը չի։ Ախպեր ջան, այս պետությանը ես հակադրված եմ, որովհետև իմ պետությունը չի։ Չէ, ռուսիննա, ջիհուդիննա ումա, չգիտեմ, բայց իմ պետությունը չի։ Այս էլ իմ երկիրը չի, ինչքան կարող ես գողացիր, փախցրու։ Չէ, բանվորից սկսած մինչև տնօրենը, մինչև մյուսը, բոլորը գողանալով էին զբաղված, կլպելով, տանելով։
Այս կոպիտ օրինակը ասում են եւ շատ տեղին է, մուտքը մտնում ես շենքի կեղտոտ է, մտնում ես բնակարանը մաքուր է, որովհետեւ դա մուտքը չի, ինչ որ իմ տնից դուրս է իմը չի այս երկրում։ Եվ հիմա երբ որ խոսում են մեր քաղաքական այրերը, ոչ մեկը չի ասում մեր երկիրը, ասում են այս երկիրը, սա ամերիկացիներից են սովորել, այս երկիրը, this country, you know։ Չկան լավ զարգանում ենք, տեսնում ես։ Այս պետք երկրի տերը լինելու գաղափարը չկա նաև հիմա, որովհետև սա էլ ի վերջո շարունակությունն է։ Տխուր շարունակություն։ Տխուր շարունակություն։ Հիմա խնդիրը երկրի տերը լինելու գաղափարն է, որ պիտի դասիրակվի սերնդի մեջ, եւ ոչ այդ ծրագրերով։ Որտեղ մենք խոսում ենք պատմական սխալների մասին։ Մենք այսօր թույլ ենք տալիս բաներ, որ պատմության մեջ թերևս չի եղել, բայց այսօր մենք անում ենք, դիտակցելով հանդերձ, որ մենք սրիկայություն ենք անում։ Ինչի համար՝ մի քանի դոլարի կամ մի քանի եվրոյի։